Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Ջավախքի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Աբրահամ Բաբիկյանն է, տնտեսագետ, խոհարար եւ իհարկե ֆուդբլոգեր։ Ողջույն Աբրահամ, ինչպե՞ս ես։ Հիանալի, դու ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Աբրահամ ջան, մենք անդրադառնում ենք այս հաղորդաշարի շրջանակներում կոնկրետ արմատներին, քանի որ Էրգրի համ հաղորդաշարը միտված է, որպեսզի ազգային խոհանոցը պահպանենք եւ տարածենք։ Իհարկե անդրադառնալով մեր հյուրերի արմատներին։ Ինչ վերաբերվում է այսօրվա մեր պատրաստման, այնինչ որ մենք պատրաստելու ենք, մենք քայլելու ենք քո արմատների հետքերով եւ քո արմատների հետքերը տանում են դեպի որտեղ։ Եթե գնանք ավելի հին արմատներ, տանում են դեպի Էրզրում։ Իսկ եթե գանք ավելի նոր, Ջավախ, Քվեմոքարտլի, Ծալկա, թող լինի Ջավախ, որ բոլորը իմանան, որ հենց Ջավախն է։ Բարի, Ջավախքից է արմատները։ Այո։ Այսօր մենք պատրաստելու ենք Ջավախքին յուրահատուկ եւ բնորոշող աղի խորիզով գաթա։ Այո, շատ հետաքրքիր է, շատ քիչ տեղերում են պատրաստում գաթա, հա, մեկ էլ մեկ։ Ես սասունցի եմ արմատներով եւ որևիցե այլ տեղ չեմ լսել, որ աղի գաթա պատրաստեին, միայն գիտեի, որ Վրաստանում Ջավախքի հատվածում էին պատրաստում եւ գիտեի սասունցիները։ Իմ մանկության ամենայուրահատուկ գաթաներից մեկն էր, ընդհանրապես երեխաները քաղցր են սիրում։ Ես այն տարօրինակ երեխաներից եմ եղել, ում դուր էր գալիս աղի միջուկով այդ գաթան։ Ասեմ քեզ, ես էլ եմ սիրում աղի գաթա, նամանավանդ երբ տատիկս պատրաստում էր թոնների մեջ, չեմ կարող պատկերացնել իր համը շատ լավն էր։ Տատիկների պատրաստածը միշտ ուրիշ է իրականում։ Եվ թոնրի այդ բույրը, որ կա, ծուխը բավական է, որ ամենահամեղը ստացվի։ Հիմա անդրադառնանք բաղադրիչներին, հա։ Մենք այսօր ունենք այստեղ մածուն, այսինքն դասական տարբերակում թթվասեր չի խառնվում հետը, միայն մածունով է։ Այս տարբերակը մածունով է։ Ունենք ալյուր, որը խորիզի համար է լինելու, եւ մի հետաքրքիր բան եմ տեսել, որ խորիզի ալյուրը դուք բովում եք։ Հա։ Ընդհանրապես խորիզի ալյուրը մենք գիտենք, որ սովորական ալյուրով են անում եւ առանց բովելու։ Չէ, ինքը ավելի յուրահատուկ համ է հաղորդում գաթային։ Ես արդեն վստահ եմ, որ համեղ է լինելու այդ տարբերակով, կփորձենք։ Անգամ չեմ փորձել։ Անգամ քաղցր գաթան տատիկս էլի խորիզը բովում է։ Շատ հետաքրքիր է, ես երբևէ չեմ փորձել, որտեվ ես չափազանցնեմ, բայց գաթայի վարպետ եմ։ Իրականում շատ եմ թխում ու շատ համեղ է ստացվում։ Իմը սասունի տարբերակն է, մորս բաղադրատոմսն է, որը այդպես տատիկից է փոխանցվել, բայց մենք ալյուր երբևէ չենք բովել խորիզի համար։ Այսօր կփորձեմ եւ կասեմ անկեղծ թե ինչ համ է։ Ուրեմն ունենք նաև ալյուր, որը խմորի համար է մեզ անհրաժեշտ, չափ չեմ ասի, որովհետև պետք է ալյուրը խառնենք այնքան, որ մեզ հասկանանք բավարար է, հա։ Ունենք ձու այստեղ 4 հատ, որից 2-ը կամ 3-ը կօգտագործենք խմորի համար, մի հատը կօգտագործենք գեղեցիկ կեղևապատելու եւ այդպես կարմիր շերտ ստանալու համար, վրան կգցենք։ Ունենք սոդա, աղ եւ իհարկե շաքարավազ, շաքարավազ չգիտեմ, խմորի մեջ ավելացնում եք թե ոչ։ Մի փոքր խմորի մեջ կարելի ավելացնել։ Նաև ստատիկը սոդա է ավելացնում խորիզի մեջ շատ քիչ։ Դա կանենք, կտեսնենք տարբերությունը։ Այսինքն ավելացնում է խորիսի մեջ սոդա։ Մի փոքր ավելացնում։ Երևի բան է դառնում, հա, ավելի տենց փխրուն տարբերակ է։ Կարծում եմ, հա։ Հիմա կփորձենք։ Բարի։ Երևա։ Ասма արի երկար չխոսենք, անցնենք աշխատանքի։ Ես առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել տեղերով եւ անցնել գործի։ Բարի։ Մենք վերադարձանք եւ այս պահին պատրաստում ենք խմորը քեզ եմ վստահում եւ խմորը արդեն խորիսը ես կբովեմ, բարի։ Մինչ դա անդրադառնանք քո մանկության համին, հա։ Ինչ մանկության համ ունես, ճաշատեսակ, որը միշտ քեզ ուղեկցում է եւ տատիկը պատրաստում է ու դու սիրում ես միայն տատիկի պատրաստածը։ Անկեղծ այն ամենը ինչ կապված է խմորի հետ։ Դա կլինի թաթարբորակի, դա կլինի գաթա, դա կլինի հաց, դա կլինի պաներխաշը, որը շատ եմ սիրում։ Ձեր մոտ պաներխաշը Գյումրիի տարբերակով են պատրաստում դասը։ Այո, բայց տատիկս միշտ պաներխաշը պատրաստում էր առանց սոխերածի։ Իսկ ինչպես, այսինքն սոխարած չկար։ Չկար սոխարած, ուղղակի յուղն էր դաղում, արդար յուղը, ու այդպես լցնում էր պաներխաշի վրա։ Այդ մեր մոտ մի քիչ անվանումը այլ էր։ Ինչ էիք ասում։ Անվանում էին փենիր փափասի, փեներլի,
Ավելի վրացական է գնում, մի փոքր չէ։ Ավելի գնում է երևի թե թուրքական ավելի շատ։ Հա, նորմալ է, որովհետև Օսմանյան տերությունից ազդեցություն կարող է լինել, հատկապես որ ձեր արմատները Էրզրումից են, այսինքն բառային ազդեցություն կարող է լինել։ Բառային այդպիսի բայր շատ կա, որ տարբեր բառերը կան իրանց մոդից է հենց իրանց բառերն են օգտագործում, բայց հիմա լավ է փորձում ենք ավելի հայկականացնել եւ ճիշտ հայերեն տարբերակով ասել, որովհետեւ մենք ունենք դրանց համարժեքները, բառային։ Ես այստեղ արդեն ալյուրն եմ բովում, դու արդեն կարագի եւ ալյուրը հունցում ենք այսպես։ Մի փոքր անդրադառնանք ձեր մոտ ավանդույթների պահպանվածությանը, քանի որ ես գիտեմ, որ Ջաբախքը ախալցխան ախալքալաքում բավականաչափ լավ է պահպանում ավանդույթները, եւ ես դրա պատճառը գիտեմ ինչն է, քանի որ Վրաստանի տարածքում է երկար ժամանակ իրենք այդ տարածքում փորձել են փակ համակարգում իրենց ավանդույթները պահպանել։ Եվ դա է պատճառը, որ հիմա ավանդույթային այդ գաղափարը այդտեղ լավ է պահպանված։ Գիտես ոնց է Վահե ջան, ապրում ենք Վրաստանում, բայց դու չես տարբերում, դու ապրում ես Վրաստանում թե Հայաստանում։ Իմ մոտ միշտ երեխա ժամանակ հարց էր, լավ, Թիֆլիսը այն կողմ է, Երևանը վերև է, մենք ոչ Վրաստան ենք, ոչ Հայաստան ենք։ Իրականում այդ հայերեն խոսալը ամենտեղ, որ վրացիները քիչ էին։ Ձեր գյուղում վրացիներ կան։ Ոչ։ Մեր շրջանում հայաբնակ գյուղ է։ Հայաբնակ գյուղ է։ Ի սկզբանե մեր շրջանում ապրել են հայեր եւ հույներ, բայց ներկապային արդեն երևի 10 տարուց ավել վրացիներին բերեց Սակաշվիլին եւ հիմա շատ վրացիներ են ապրում։ Այսինքն վրացիներին բնակեցրել են այն գյուղերում, որտեղ միայն օրինակ հայեր կամ հույներ էին։ Չէ, միայն հույների գյուղերում են բնակեցրել։ Իսկ որն էր դրա քաղաքական կողմը։ Հույները երբ գնացին Հունաստան, քանի որ Սակաշվիլին եկավ երկրի նախագահ, ինքը բերեց բոլոր վրացիներին, այն վրացիներին, ովքեր մուսուլման են, բնակեցրեց մեր շրջանում։ Հետաքրքիր է։ Հիմա արդեն մի փոքր մի կողմից լավ է, մի կողմից չէ, լավ այն առումով, որ ապրում ենք Վրաստանում, բայց վրացիային այդքան էլ լավ չգիտե ժողովուրդը, որովհետեւ դպրոցում անցնում էիք։ Այո, բայց հիմնականում հայերեն էինք ասնում։ Մենակ վրացիային առարկան որպես կար ուղղակի կար լինելու համար։ Այո։ Բայց դու վրացերեն հիմա կարողանում ես խոսել։ Խոսում եմ, բայց ոչ այդքան լավ։ Հիմա մեզ ինչ է հարկավոր։ Ավելացնում ենք մածունը։ Ավելացնում ենք մածունը, շաքարավազը եւ աղ։ Ես այստեղ կավելացնեմ մի քիչ շաքարավազ, մի քիչ աղ։ Իսկ սոդան մածունի մեջ ու կխառնենք իրար։ Բարի։ Աբրահամ ջան, մինչև դու այդ գործընթացը իրականացնես, ես քեզ հարց ուղեմ։ Գիտեմ, որ մասնագիտությամբ տնտեսագետ ես, հետո խոհարարություն ես սովորել եւ իհարկե հիմա զբաղվում ես ֆուդ բլոգերությամբ։ Խնդրում եմ այդ ընթացքը մեզ բացահայտիր։ Այդ ինչ անցումներ էր։ Այնքան խորհրդություն կասեցիր։ Խարը, ասենց ասեմ, պատմություն է այդ ամենը։ Ոնց որ ես ընդունվել եմ Վրաստան համալսարան սովորելու, վերջի պահին մտափոխվում եմ, գալիս եմ Հայաստան, դա ուղիղ 10 տարի առաջ է լինում, եւ այդ ժամանակ ես չէի կարող համալսարան սովորեի, պետք է ինչ-որ մի մասնագիտություն ձեռք բերեի, մինչեւ համալսարան սովորել։ Սովորեցի խոհարարություն, աշխատեցի խոհարար, հետո սովորեցի համալսարան, ընդունվա համալսարան, զուգահեռ աշխատում էի խոհարար, սովորում էի համալսարանում, այնուհետև խոհարարությունից հետո խոհարարության մեջ դու կոնկրետ ինչ ուղղության մեջ էիր, այսինքն հիմնականում ճաշատեսակների պատրաստում թե թխվածքային։ Չէ, ճաշատեսակների պատրաստում հիմնականում։ Որտեվ ես տեսել եմ, որ դու թխվածքները շատ հիմա դրան էլ կան հոյակ պատրաստում։ Այնուհետև աշխատեցի մատուցող խոհարարությունից հետո եւ սովորում էի համալսարանում եւ Հայաստանում մի հատ մրցույթ պետքա կայացավ մրցույթ թեժ խոհանոց մասնակցեցի այդ մրցույթին եւ գրավեցի երկրորդ հորիզոնականը ոնց որ դա նշան էր որ գրքին պետք է խոհանոց վերադառնալ եւ մրցանակս սովորել Երեմյան ակադեմիայում անվճար դա իհարկե շանսը պատճ թողեցի սովորեցի այդտեղ եւ էլի աշխատեցի խոհարար այնուհետեւ մի փոքրիկ բիզնես ունեի, ասենց ասեմ, խմորեղեններ էի պատրաստում եւ այտենց կաֆեներին կամ մարդկանց էի հանձնում։
Ես տեսել եմ, որ դու cheesecake-եր ես պատրաստում։ Այո։ Իսկ դու դες որ ես cheesecake-ի սիրահար եմ։ Հենց հիմա խոստացի, որ ես ուտելու եմ դրանից։ Հաջորդ թյուր գալուց։ Հաջորդ թյուր գալուց չկա։ Աբրամ ջան, քանի օգ եմ խոստացել։ Ես առաջարկում եմ հավաքել բոլորին միտեղ։ Չէ, շատ են։ Cheesecake-ի օր սահմանել։ Լավ, խոսք եմ տալիս։ Վերջ, ժողովուրդ։ Այդտեղ հենց cheesecake-երից է սկսվել ամեն ինչ։ Cheesecake ու գաթա։ Գաթաներ է պատրաստում։ Այսինքն կլոր գաթայի մասն է խոսքը, թե այն կտրատած գաթաների մասին է խոսքը, այո։ Վերջը ուր հասանք։ Վերջը հասանք նրան, որ այդ ընթացքում պատերազմ, կորոնավիրուս, ամեն ինչ խառնվեց իրար, եւ ես ոչ մի բան չարեցի, աշխատեցի մատուցող, հետո խոհարար, այնուհետև հուշակագործ եւ ընթացքում որոշեցի ոչ խոհարար, ոչ հուշակագործ, ոչ մատուցող, սովորեցի UI UX դիզայն։ Տարօրինակ անցումներ։ Այո։ Ու այդ ընթացքում ես մի հատ հոլովակ նկարեցի, հենց արդեն ավարտում է UX դիզայնը, պետք է աշխատեի։ Հա։ Վիդեոն հոլովակը նկարեցի եւ պատրաստեցի պաներ խաշը։ Եվ ամենաբանը հետաքրքիրը, որ ես ունեի ընդամենը 1000 քանի օր հետևորդ եւ այդ հոլովակը 700,000 դիտումը հատեց։ Եվ այդտեղից ասի ինչու ոչ, կարելի է նաև բլոգերություն անել եւ պահել խոհարարությունը։ Հիմա ավելի շատ զբաղվում ես բլոգերությամբ, թե նաև խոհարարությամբ գծով ես աշխատում։ Ոչ, ներկա պահին արդեն 1 տարի է, երևի թե միայն բլոգն եմ։ Հիմնականում քո մոտ թիրախավորված է ազգային խոհանոցը, ես ինչքան որ նկատել եմ։ Այո, ավելի շատ ազգային խոհանոց եմ տեսել։ Եվ դա շատ լավ է, շնորհակալ եմ քեզ եւ ողջունելի է այդ քայլը, որ մարդիկ կարողանում են ազգայինը իրենց հարթակում, որտեվ այս պահի դրությամբ քիչ գործ չէ նման հարթակում խոսել ազգայինի մասին։ Այո, որտեվ շատ ի սկզբանե միտք չկար ազգայինին, այնուհետև մի հատ հոլովակ տեսա, ինչպես էր ադրբեջանցի ֆուդբլոգերը պատրաստում Տոլմաև նմանատիպ այլ գերագրատեսակներ ներկայացնում իրանցը։ Այո։ Ասի լավ, ինչի չկա, այդ մեկը ով հայկական կպատրաստի կներկայացնի։ Ահա։ Ասի լավ, անենք։ Եվ իրականում հաջողվեց, որի համար շնորհակալ եմ։ Եվ շատ պատասխանատու գործ էր այդ ամենը անելը։ Միանշանակ, այո։ Okay, հիմա մի փոքր սեղանի վրա հունցենք, որ ավելի հավասարաչափ ստացվի։ Բավական լավ խմոր է ստացվել, չկպչող ձեռքերին տարբերակ է, անգամ ալյուր չի պետք, ոնց հասկանում եմ։ Ինձ մոտ ալյուրը բովել է, բայց դեռ լավ է, թե ավելի պետք է բովեմ, հա։ Իմ կարծիքով շատ լավ է։ Շատ լավ է։ Դրեցինք մի կողմ, որ շատ չկարմրի։ Այո, այո։ Ինձ կասես, այստեղ ինչքան աղ ավելացնեմ ես։ Չէ, մի փոքր քիչ մեկ ճաշի կթալից։ Լավ։ Այսքանը բավական է։ Այո։ Մենք վերադարձանք, այստեղ մեր ալյուրը արդեն բոված է բավականաչափ, երանգը հետաքրքրորեն փոխվել է, խմորը մեզ մոտ նույնպես պատրաստել է։ Դու կբացես խմորը, ես այդ ընթացքում կավելացնեմ այստեղ կարակ։ Իդեպ դու մի գաղտնիք ասացիր, որ խորիսի մեջ տատիկը սոդա էր լցնում։ Այո, այո։ Հիմա լցնեմ ալյուրը հետ վերջում։ Վերջում։ Աբրահամ ջան, եղել է եթերի ընթացքում օրինական քո հոլովակներ նկարելու ժամանակ ինչ որ բան այն չստացվի, որտեվ ամեն դեպքում այն ինչ մասը, որ մենք տեսնում ենք, դրանք ստացված կադրեր են։ Չստացված կադրեր եղել են։ Այո, եղել են, բայց եթեր չի գնաց։ Օրինակ ինչ ես արել։ Հիշեմ, խավիծ էի պատրաստել։ Ահա, որ բացարձակ չէր ստացվել։ Իդեպ երկու անգամ եմ պատրաստել այդ խավիծը, երրորդից նոր ստացվել է։ Հետաքրքիր է, ջրիկ է լինում։ Առաջի անգամ ես լրիվ սերուս կավելացրեցի։ Բայց ինքը ընդհանրապես ուրիշ բան ստացվեց։ Շատ վատներ։ Երկրորդը տատիկիս հետ պատրաստեցինք ու մոռացանք ջուր անել տոլի ինչ, մի քիչ պետքա ջուր անես իրան բացես, մոռացել ենք դա անենք։ Հետո վերադարձա Հայաստան եւ պատրաստեցի վերջապես ես ստացվեց։ Ու հետաքրքիր է, որ խավիծը չնայած նրան, որ թվում է թե բավականաչափ հեշտ պատրաստվող ճաշատեսակ է, բայց իրականում ունի նյուանսներ, որ եթե չես պահում, չի ստացվում։ Այո, այո, դրա համար միակ հոլովակն է, որ երրորդ անգամից է ստացվել։
Ես օրինակ գիտես եթերում մի անգամ ինչ եմ արել։ Մոռացել էի ձու գնել եւ այդ օրը ունեի 3 նկարահանում, ես այդ մի ձվով 3 հաղորդում նկարել եմ։ Չգիտեմ ոնց ա եղել, ոչ մի այնպիսի բան չկար, որ չստացվեր, բոլորը ստացվել էր եւ այդ մի ձուն փրկեց ինձ իրականում։ Իրականում որ խոհար էի աշխատում։ Բավական է, կներես, բավական է այս կարակը, հա։ Իսկ թվում է բավական է կարակը։ Ահա, ես հիմա սոդան եմ ալու։ Մի փոքր, կես թեյի գտալի չափ։ Ուրեմն Սիրելի հերոստատող, մենք ձեզ հատուկ գաղտնիք ենք ասում Աբրահամի տատիկի բաղադրատոմսով կես թեյի գթալի չափով, այսինքն կամ ճաշի գթալի ծայրով ավելացնում ենք սոդա։ Ինձ թվում է փխրունք ստացվի ավելի հետաքրքիր։ Ես սրանից հետո կփորձեմ այդ տարբերակը եւս։ Դու կհասկանանք ինչ է դառնում։ Ինձ մոտ խորիսը արդեն պատրաստ է, ես կրակը կանջատեմ եւ այսպես կթողեմ այստեղ մի քիչ հանգստանա։ Այստեղ խմորը պատրաստ է։ Բայց մենք կլոր տարբերակով չենք անելու, ճիշտ է։ Այսինքն լցնելու ենք շերտերով, հետո կլորելու ենք իրեն։ Լցնելու ենք իրան ամբողջությամբ տարածելու ենք, ռոլի պես փաթաթելու ենք, այնուհետև հավաքելու ենք կլորավուն։ Ամեն դեպքում ինքը շերտեր է ստացվում։ Այո։ Լավ։ Հիմա ես ուզում եմ մի փոքր կարակ տարածել խմորի վրա։ Այո։ Այսպես։ Բավական շատ յուղոտ գաթա է ստացվում իդեպ, ոնց հասկացա, եւ տնական յուղով ես պատկերացնում թե ինչ աննկարագրելի համ է ստացվում։ Այն էլ թոնիրում։ Լավ Աբրահամ, ասենք հիմա դու ասում ես, որ մենք թոնիր բերենք այս պահին։ Դու ասում ես, ես հոտը զգում եմ, գիտես, չէ՞, որովհետև ես գյուղում եմ մեծացել ու ես գիտեմ, այդ թոների հոտը ինչ ձև է։ Տատիկս ամեն անգամ հաստխելուց պարտադիր էր գաթա սարքելը, թեկուզ եթե չուներ ինքը գաթայի խմոր, ինքը սովորական հացի խմորի մեջ էր պատրաստում, որը շատ է սիրում։ Մեկ էլ շատ է սիրում, երբ չստացված հաց էր լինում, եթե դու գիտես, որ sense հացը խփում են չի ստացվում, առաջի հացը պարտադիր կլոր։ Այո։ Այդ հացի խմորը իմ ամենասիրելի մասն, այդ process-ի ամենասիրելի հատվածն էր։ Իսկ գիտես այդ բաժնին ինչ են ասում։ Դա ասում են հրեշտակների բաժին։ Այնպես որ դու տարել ես այդ բաժինը։ Միշտ։ Ահա, մենք այստեղ ունենք արդեն խմորը բացված է, ինչա պետք։ Ավելացնում ենք խորիզը։ Ամբողջ շերտով, այսինքն տարածում ենք, հետո ենք պտտում։ Հիմա ես հա տեղափոխեմ, որտեղ մեզ անհրաժեշտ չի։ Այո, այսպես տարածում ենք։ Խորիզի գույնը շատ սիրուն է։ Այո, բույները շատ հետաքրքիր համեղ։ Արամ ջան, ինչ ենք արել։ Հիմա ինչ ենք արել։ Հիմա թե ընդհանուր։ Ես հարց էի տալի, արդեն մեջն ենք։ Հա։ Լավ, գրացի։ Աբրամ ջան, հիմա ինչ ենք արել։ Հիմա խմորի վրա փռեցինք խորիզը եւ պետքա փաթաթենք, այ այսպես։ Ահա։ Լավ պինդ ենք փաթաթում, թե թողնում ենք, որ իր արանքը այդ կպչունությունը կարևոր չի պինդ ենք անում, թե թույլ, մեկը իրան վերջում պետքա լավ տափակացնենք։ Բարի, հասկացա։ Եվ այս կողերը այսինքն երկու կողմից փակում ենք։ Այո, այո։ Եվ հետո վերջում ես տեսնում եմ, որ դու վարդի նման էիր պատրաստում այդ։ Հետաքրքիր ձև է ստացվում։ Հիմա, այ այսպես ենք բերում իրան։ Այդ մասը ինչ ենք անում։ Խմորին ենք կպցնելու։ Այո, հիմա այ այսպես իրան ինչպեսի հետաքրքիր ձև։ Իսկ չենք կարող այս մասը այսպես կպցնել իրար։ Հիմա թե քիչ խոսամ, այդ ձևը տենց չի։ Այ այսպես տափակացնում ենք։ Ահա, ես յուղաթուղթը կփռեմ այստեղ, որպեսզի մենք զերծ մնանք կպչելուց եւ ալյուր մի փոքր շախտանք տակ։ Այո։ Կարող ենք նաեւ բուսայով լցնել, թե շատ յուղոտ է։ Չէ, յուղոտա բուսայով կարիք չկա։ Ալյուր լրիվ։ Ես ավելացնեմ այստեղ ալյուրը եւ արդեն վարպետորեն փոխանցիր։ Այո։ Ահա, ստացվեց։ Այսպես, այո։ Հետո վրանձու ենք քսում։ Վրանձու ենք քսում, գեղեցիկ պատարակախով տեսք ենք տալիս եւ ուղարկում ենք ջերոս թխել։ Լավ, գեղազարդման գլխավոր հովանավորը ես կլինեմ այս դեպքում։ Okay։ Աբրահամ ջան, ինչ որ այլ ազգային քաղցրատեսակ թխուկ կա, որ դու սիրում ես։ Այո։ Որն է։ Երևի թե ամենաշատը cheesecake։ Ազգային cheesecake։ Ազգային ասիր։ Չլսեցի ազգայինը։ Ոչ ազգային։ Խորած սպաներով cheesecake։ Կարա լինի փորձի մի հատ էլ։ Երևի կառանձնացնեմ փախլավան, մեկ էլ շատ եմ սիրում շարոց, շատ։ Շատ հետաքրքիր է։ Փախլավայի ինչ տարբերակ է ընդունված ջավախքում։ Որպես այդպեսին քանի որ
մեր մոտ փախլավա քիչ են պատրաստում, ես ամենատասական սովորական տարբերակն եմ պատրաստում փախլավայի։ Այսինքն խմորը ինչով եք պատրաստում։ Շերտավոր այդ խմորով տասական։ Նույն չէ, նույն գաթայի խմորով եմ պատրաստում։ Ես տենց եմ պատրաստում։ Այս գաթայի խմորով։ Այո։ Հետաքրքիր է։ Լավ, հիմա կփորձենք այդ գաթան ու կհասկանանք խմորը ինչ համ ունի։ Ինձ թվում է բավականաչափ փխրուն խմոր պետք է լինի։ Կարծում եմ, այո։ Ահա, այսպես արևի նշան է ստացվում։ Կարծում եմ վերջ։ Այո։ Մենք նախշեցինք գաթան։ Հիմա ես կտեղափոխեմ ջեռոց, մոտավորապես երևի 20 րոպեն բավական կլինի եփվելու։ Հա, դե արդեն կարելի է զգալ, եփված է թե ոչ, կհանդիպենք, կկտրենք ու այս անուշաբույր գաթան կփորձենք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, արդեն ջավախքի մեր աղի խորիզով յուրահատուկ գաթան պատրաստ է։ Բույրը աննկարագրելի է, Աբրամը կկիսի եւ մենք միասին կփորձենք ու կհասկանանք թե ինչ հետաքրքիր գաթա ենք ստացել։ Ինչ հետաքրքիր է կտրվածքը։ Այո։ Աբրամը գաթան կտրեց, մենք հիմա կփորձենք ու կհասկանանք համը։ Կտրվածքը շատ հետաքրքիր ու գեղեցիկ է։ Ես կարծում եմ, որ համն էլ շատ համեղ է լինելու։ Ես հիմա կփորձեմ։ Աննկարագրելի է։ Հատկապես աղի ու բոված այդ ալյուրի համը շատ լավն է։ Ինչ կասես Աբրամ։ Չէ, իսկապես շատ համեղ է։ Իրականում շատ համեղ է ստացվել։ Այնպես որ հարգելի հեռուստադիտող, ես խորհուրդ եմ տալիս պատրաստել այս բաղադրատոմսը Աբրահամի տատիկի բաղադրատոմսով եւ զգալ ջավախքի համն ու բույրը։ Շնորհակալ եմ քեզ Աբրահամ ջան այս հրաշք բաղադրատոմսի համար, որ փոխանցել ես ինձ եւ հեռուստադիտողին։ Այն շքեղ էր, աննկարագրելի համեղ էր եւ նրբաբույր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հայկական տոնածիսական թխուկներից մեկը գաթան ամենայուրահատուկ թխվածքներից է, որը պատրաստում էին գրեթե բոլոր տոներին։ Այսօր պատրաստեցինք ջավախքի շրջանի յուրահատուկ աղի խորիզով գաթա։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։